ասա դե էլի մերժի մեր ավտոնոմիա, բայց դե ֆակտո առաջարկում էր, որ քրդաբնակ տարածքները կկառավարեն քրդերը, քրդերը մեծ լիազորություններ կունենան առանց պաշտոնական ավտոնոմիայի։ Քրդերը այն ժամանակ մերժեցին, հույսը դրեցին մենակ Վաշինգտոնի վրա, որի արդյունքում այս վիճակի մեջ հայտնվեցին եւ ըստ էության իրանք կորցնում են իրանք տարածքների մի զգալի մասը, Դերձորը կորցնում է, ռանկանային կորցնում, որոնք շատ առանցքային շրջաններ են, եւ այստեղ ավելի ամենավտանգավորը այնտեղ կան բանտեր, որտեղ պահվում էին այդ նախկին ԻԼԻՊ-ի գրոհայինները։ Հիմա այդ գրոհայինները, որ հայտնվում են այսօրվա Սիրիայի իշխանության վերահսկողության տակ, իսկ մենք գիտենք, որ այսօրվա Սիրիայի նախագահան Ջեփհատ Ան-Նուսրայի ղեկավարներից է եղել, որը շատ մոտ է եղել ԻԼԻՊ-ին, եւ ըստ էության այն մարդիկ, որ բանտում էին, ես չեմ բացառում, որ այդ մարդկանց կարող են բաց թողել, օգտագործեն քրդերի դեմ։ Այդ վտանգը կա, բոլորը դա հասկանում են, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանը ավելի կարևոր է այս պայմանությամբ, ինչ պատճառով Տրամփի համար, ինքը գնում է այդ կոմպրոմիսին, որի արդյունքում եթե դուք նկատում եք հիմա քրդերի արձագանքը, ինչպես որ մենք 15 թվականին մենք ստանում ենք Հայաստանի հայերի արձագանքը, որ մեզ գցեցին արևմուտքում, մեզ խաբեցին եւ այլն եւ այլն։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է մեկ բան, որ ժողովուրդը, պետությունը կամ ազգային միավորումը պետք է մի քանի բաղադրիչներ ուներ անվտանգության համակարգի, որպեսզի կարողանա ինքը բալանսը պահի։ Դա շատ կարևոր է, մենք էլ դա հասկանանք։ Այսինքն դա մեր համար պետք է դաս լինի, որ մենք տեսնելով թե ինչ է կատարում քրդերի հետ, հույսը չդնենք, որ մենակ, ասենք, չգիտեմ, Միացյալ Նահանգների հետ համագործակցելով կարող ենք մեր խնդիրները լուծենք, մոռանալով Իրանի կամ Ռուսաստանի մասին, կամ հակառակը։